Երևան քաղաքի կենտրոն եւ նոր մարաշվարչական շրջաններում ընդհանուր իրավասության առաջնահերթային դատարանը, նախագահության դատարանների, քաղաքապետարան Հովհաննիսյանի, Ջենալյանի, մասնակցությամբ մեղադրողների Պետրոսյանի, Բաղդասարյանի, Պաշտպան Սարգսյանի, ժողովրդի ներկայացուցիչներ Մարտիրոսյանի, Ադրբեջանի, Յանի, Սարգսյանի, ժողովներ Գեորգյանի, Խաչատրյանի, Իլարյանի, Մկրտչյանի եւ 2017 թվականի հունիսի 27-ին Երևանում դրված դատական նիստին գրնեց քրեական գործ ըստ մեղադրանքի Արարատ երկրի Խանուրյանը ծնված 1974 թվականի դեկտեմբերի 12-ին աշխարհակշռանի Սասունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի բարձրագույն կրթությամբ ամուսնացած բնութագրվում է դրական վակալով J2 խմբի աշխատանք դատվածությունը մարդ Աշխարհված է եւ բնակվել է Արագածովի մարզից Աղբաուլի գյուղի Շիրակացու փողոց Միշելքի 25 բնակարանը։ Կալանքի տակի 2016 թվականի հունիսի 29-ից մեղադրվում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանը վճռեց Ամբաստանյան Արարատ Եզնիկի Խանուրյանը ճանաչել մեղավոր Հայաստանի Հանրապետության Քրեական երկրորդ մասով նախատեսված հանձնանքում և դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Պատիժը պետք է կրի Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության համապատասխան իրավապահական հիմնարկում։ Ստրուկների ինչին վերցնեն։ Թեկե մսրան վարածնան սպանականորումը թողնել ամփոփով միջնական ուժի մեջ մատնել։ Դատարանի օրինական ուժի մեջ լավ այամելու։ Սրանք ընդամենը ուզում են իրենց ռեժիմի վիճակը պահել։ Դատարանը կարող է փոխարկել հրապարակման անվանից հետո մեկան։ Բջերի որոշման բանջից այդտեղը դիսկը։ Դատական նիստի առաջին սպայից, ինչպես հայտնել եմ, այս դատավորը կողմնակալ և կանխակալ վերաբերմունք է ունեցել, քանի որ առանց Արարատ Խանոյանի քննարկել է կալանավորման հարցը և մինչև որսել, մինչև վերջի բաններ դատարանի կողմից արտարդատակնություն չի եղել մասնավորապես ինձ պաշտպանական իրավունքից զրկելու արտարդատակնության բազմաթիվ կոպիտ խախտումներով իրականացնելու իհարկե այս բոլոր խախտումները թե անմեղության կանխավարկածի խախտումով, թե արտարդատակության իրավունքի խախտումով և երկու սուտ անձանց ուսմունքներով այսօր Արարատ Խանոյանը դատապարտվեց, իսկ ինչ մնում է այն, որ 4 թողմիկից սպասել, որ 4 տարի դատախազը պահանջել, սակայն դատանը 3 տարի 6 ամիս է սահմանել, դա որևէ ազդեցություն չունի, այդ մի քանի ամիսով ոչ մեկ բան չի կարող անել, այն դեպքում, որ Արարատ Խանոյանը իրականացրել է խոսքի ազատության, հավաքների ազատությունը, նույնատես այն ուտով, որ տրվել էր դատարան և ապացույց ճանաչվել, դա որևէ նշանակություն չունեցավ դատարանի համար, քանի որ Արարատ Խանոյանը ոչ մեկին չի հարվածել և ոչ մեկից վահան չի եղել, սակայն սա հեշտական ունեցանք Հայաստանում քաղաքական բանդարկյալը, իհարկե բողոքարկվելու է և ուղարկվելու է եվրոպական դատարան, միանալու է այն բողոքներին, որը արդեն իսկ ընդունվել է վարույթ եվրոպական դատարանում։